Պատկերացրեք էլեկտրաէներգիայի տեսանկյունից լրիվ ավտոնոմ տուն կամ բիզնես։ Միայն արևային կայանները դրա համար բավարար չեն։ Արտադրվող էլեկտրաէներգիան միևնույն է հոսում է ընդհանուր ցանց, որտեղից էլ ստանում եք սպառման ենթակա էլեկտրականությունը։ Իրապես անկախ համակարգ ունենալու համար անհրաժեշտ է նաև էներգետիկ կուտակիչներ ունենալ։ Հայաստանյան սպառողի եւ բիզնեսի համար այս խնդիրն է փորձում լուծել Volta ընկերությունը։ BYD Energy Storage-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Այդ նպատակով Volta-ն հանդիպում է կազմակերպել ֆինանսական կազմակերպությունների եւ ոլորտային բիզնեսմենների հետ։ Համատեղ ուժերով փորձում են հասկանալ, թե ինչ ֆինանսական գործիքներ է հնարավոր ներդնել հանրության լայն շելտերի համար էներգետիկ կուտակիչները հասանելի դարձնելու նպատակով։ Նահանգների փորձը ասեմ, եթե դուք ձեռք եք բերում արևային կայան եւ հետը կուտակիչներ, պետությունը սուբսիդավորում էր 30%-ը։ Էներգետիկ կուտակիչներն ընդունված է կիրառել արևային կայանների հետ համակցված։ Հայաստանում շատերն արդեն տեղադրել են նման կայաններ, որոնց հետ էներգետիկ կուտակիչների ինտեգրման համար շատ քիչ բան է անհրաժեշտ։ 5 կիլովատանոց BYD Storage-ը համեմատության համար ասեմ, արևային ջրատաքացուցիչի մոտավոր գնին է լինելու։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում կիրառվելիք սուբսիդավորման կամ ծախսերի վերադարձի գործիքը կարող է խիստ ձեռնտու լինել բիզնեսի համար։ BYD էներգետիկ կուտակիչները թույլ կտան սեփական կայանների գեներացրած էլեկտրաէներգիան սպառել սեփական ցանցում, նվազեցնելով արտադրված ապրանքի ինքնարժեքը։ Հաշվարկ մենք իրականացրեցինք, որ եթե 1-ից 2 ժամ տևողության հոսանքը անջատվում է, միջին կազմակերպությունը արդեն ինքը կորուստ ունի։ Դա հենց այդ կուտակիչի գինն արժի։ Volta-ն ծրագրում է Հայաստանում ստեղծել ենթադիլերների ցանց, որը կկարողանա սպառողներին մատակարարել էներգետիկ կուտակիչները եւ միևնույն ժամանակ օգտվել այն փաստից, որ Volta-ն ապահովելու է դրանց երաշխիքային սպասարկումը 10 տարվա ընթացքում, օգտվելով BYD Energy Storage ընկերության հետ պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակից։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։